Ողջույն, անվտանգությունը սկսում է այնտեղից, որտեղ սահմանները տեսանելի են։ Ես Լիանա Խաչատրյանն եմ, աշխատանքի անվտանգության փորձագետ, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ակադեմիայի տնօրեն։ Հիմա ես գտնվում եմ SafeRoute ընկերությունում, որ ընկերության համար աշխատանքային անվտանգությունը առաջնային պայմանն է։ Ես դրա համար մարդիկ ներկրել են համապատասխան տեխնիկա սարքավորումներ աշխատանքային հրապարակներում եւ ընդհանրապես միջավայրերում անվտանգ աշխատանք կազմակերպելու համար։ Բազմիցս հանդիպում են դեպքերի, երբ մարդիկ են հանդիսանում վահան որպես անվտանգ աշխատանքի եւ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։ Քանի որ շինհրապարակներում մեքենաների ելքերը եւ մուտքերը բավականին շատ են եւ անկանոն են, շատ դեպքերում մարդիկ անկանոն սկսում են շարժվել եւ մեքենա սարքավորումներն են սկսում շարժվել, արդյունքում լինում են վտանգավոր իրավիճակներ, երբ անգամ ռիսկը դառնում է անկառավարելի։ Դրա համար ռիսկերի կառավարման համար կան ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր է իրականացնել եւ կազմակերպել այդ ռիսկը։ Շատ հարմար միջոց է, երբ հատկապես ժամանակավոր է պես ճանապարհը սահմանափակել շինհրապարակներում բետոնի մեքենաների մուտքի ժամանակ, ինչպես նաև երբ տարբեր ապրանքներ է ստանում այս մեքենաներով, ճանապարհը փակվում է համապատասխան սարքավորումով, ինքը բավականին մեծ երկարությամբ կարող է բացվել, տեսանելի լուսարձակիչներ կան իրենց վրա, տարբեր գույների են լինում եւ շատ հարմար է, ես չեմ նկատել այս վերջերս ինչ-որ որ մարդկանց ձեռքին հատուկ այսպիսի նշաններ լինի, որով թե ստոպը եւ թե կանաչ ճանապարհը ցուցադրելի լինի այս հստակ ձեռքի փայտով։ Հիմնականում, քանի որ Երևանում շինարարությունները կատարվում են այնտեղ, որտեղ նաև ինտենսիվ երթևեկությունը եւ ճանապարհը փակելը եւ նշաններով ցուցադրելը բավականին շատ հարմար մեխանիզմ է ձեռքի շարժումով կառավարելը։ Հաջորդ նշանը, որ պարտադիր պետք է տեղադրվի, երբ կատարում են հողի աշխատանքներ, տարբեր շինարարական աշխատանքներ, եւ վտանգ կա, որևէ մարդիկ կանցնեն եւ չեն նկատի ռիսկը։ Շատ կարևոր նշաններից մեկն է, որտեղ կան վտանգավոր իրավիճակներ եւ այդտեղ մեքենա կայանալը բավականին վտանգավոր է, քանի որ բարձրությունից անգամ իրենք կարող են ընկնել մեքենայի վրա, դրա համար պետք է հստակ նշանով ցուցադրվի, որ ճանապարհ այդտեղ կանգնելը բավականին վտանգավոր է։ Երբեմն լինում են աշխատանքներ, երբ ժամանակավոր պետք է տարածքը սահմանազատել, դրա համար կա շինարարական հատուկ ցանցեր, որը ինչպես նշեցին մեր գործընկերները, բավականին մատչելի են եւ այդ ցանցերի միջոցով սահմանազատում են տարածքը, հետո նորից կրկնակի օգտագործման համար բավականին հարմար է, քանդում են, նորից կարող են օգտագործել այդ տարածքների համար, կապելով համապատասխան թեկուզ այս մեր նշաններին, իրան կարան տարածքը սահմանազատեն, որ վտանգավոր աշխատանքներ կատարելուց մարդկանց ռիսկերը կառավարվի։ Հաջորդը, որ իմ ամենասիրած շղթանը, ինչի համար, որովհետև երբեմն վերելակները, որ պետք է բեր բարձրացնեն շինարարական այդ հատվածներում հնարավոր չի լինում փակելը, որտեղ անդադ պետք է կտրվի, երակցվի, դրա համար կարելի է օգտագործել սենց շղթաներ, որի միջոցով մարդը գա անցնի, բացի փակի։ Սրանք երկու գույները կան, որը բավականին էլի հետաքրքիր երանգ ունի, դեղին ու սևը։ Ես կարելի է նաև օգտագործել այն հատվածներում, որտեղ վերևի շինհրապարակում նյութեր կարող են ընկնել եւ մարդիկ այդ տակով չանցնեն։ Լավ էլի ճանապարհը սահմանազատող սարքավորումներ կան, որի վրա լուսարձակներ կան եւ շատ լավ արտացոլում են։ Հաջորդ վտանգավոր գործոնը, որ ես հանդիպել եմ, դա երբ որ եռակցման եւ այլ հոսանքի աշխատանքներ են կատարում, եւ հնարավոր չի փակել, որ իրա վրայով չանցնեն, շատ հարմար է, սրանով փակում են այդ լարերը վրտակից անցկացում են, որ շարժի դեպքում վնաս չլինի։
շատ ժամանակ բարձրավոր հոսանքով է արվում այդ աշխատանքները եւ հաստատ վնասվելու հավանականությունը բավականին մեծ է, որ պետք է համապատասխան սարքավորումներով փակվի։ Այս հայլիները շատ հարմար են այն հատվածներում տեղադրել, որտեղ շրջադարձեր կան եւ տեսանելիությունը բավականին վատ է։ Ուրեմն այստեղ կան հատուկ փարոսիկներ, այս փարոսիկի առավելությունը կանում է նրանում, որ ինքը արևի էներգիայից լիցքավորվում է եւ արդյունքում երեկոյան ժամերին լուսավորվածության համար շատ հարմար է լինում։ Այս փարոսիկները հիմնականում կարելի է օգտագործել շինհրապարակների նախագծման փուլում, հենց նախագծելուց այդ արգելապատնեշները սարքելուց վրան տեղադրել համապատասխան փարոսիկները, որպեսզի երեկոյան ժամերին հատկապես մարդիկ անցնելուց տեսնեն եւ զգուշանան ամեն դեպքում, որ վերևից կարող է անգամ թուրք բաներ ընկնի ու ինքը իր առավելությունը նաեւ օրինակ հատկապես դրա, որ լիցքավորվում է արևի էներգիայով, այսինքն մեկ անգամյա մարդը տեղադրելով այլ ծախսեր ընթացքում չի ունենում։ Համապատասխան սարքավորումները ունեն իրանց վրա արտացոլող ժապավեններ, որը լույսի արտացոլումով ցուցադրում է եւ զգուշացնում է, որ տարածքում բավականին մեծ ռիսկ կա։ Այս սարքի ձողը բավականին բացվում է ինչ տարածքի համար, որ մեզ պետք է այն օգտագործելու համար։ Սա կարելի է օգտագործել եւ կարճ ժամանակում ինչ որ ապրանք ենք վերել, պետք է դատարկենք կամ այդ պահին աշխատում է համապատասխան կրանը եւ հերթ պետք է բարձրացնի ու տարածքը մեզ հետագայում էլի պետք է մենք չենք կարող ամբողջովին փակենք, սրանք օգտագործվում են կարճաժամկետ տարածքների սահմանափակման համար։ Եվս մեկ անգամ չեմ ծնանա եւ կնշեմ մարդկային արժեքը կարևոր, մարդը կարևոր արժեք է եւ պետք չէ մարդկանց օգտագործել որպես վահան, այլ մարդկանց փոխարեն կա համապատասխան տեխնիկա սարքավորումներ եւ մեքենաների մուտքի յուրքի ելքի կառավարման համար շատ կարևոր է, որ մարդը տեղադրի համապատասխան սարքավորումները եւ մարդը լինի վերահսկող, կարգավորող անձնավորություն, ոչ թե որպես վահան եւ կանգնի որպեսի մեքենաների անցուդարձը կանխարգելի։ Նորից հիշեցնենք ինչ սարքավորումներ կան ճանապարհը փակող, սահմանազատող ժամանակավոր շատ լավ արգելապատնեշներ, համապատասխան փարոսիկներ, որոնք երեկոյան ժամերին շատ լավ լուսավորություն են կատարում, տարածքը սահմանազատող շղթաներ, ցանցեր, հոսանքի զարերից պաշտպանող հարմարանք, որը շատ հարմար է վնասված կաբելները չվնասելու համար տեղադրել, անվտանգ երթևեկության ընդհանրապես աշխատանքի կազմակերպման համար շատ կարևոր է, որպեսզի մենք կառավարենք մեր մուտքերը, ելքերը եւ անվտանգ երթուղիներ գծենք։ Շնորհակալություն, երեք իրազեկված եւ պաշտպանված։